աղա, ես շատ լավ եմ։ Ինչքան շատ բան կա, որ ունի աշխարհը, ու ինչքան քիչ բան է մեզ իրականում հասնում։ Մենք մի քիչ ընկել ենք մեր հետևից։ Ինքը տենց գիշերներ են լինում, որ ես չեմ կարող քնեմ։ Շնորհավորում եմ։ Առողջ մարդ։ Ոնց որ թե Բորիսը ընկետում է, որտեղ ես եմ ուզում լինել եւ ես այդտեղ չեմ։ Միշտ շատ լավ է, որ մենք ինչ ունենք, մեզ թվա ավելի քիչ, քան ինչ կարող ենք ունենալ։ Այս կարգավիճակում լինեմ ոնց որ հիմա, այդ ուրեմն վերջն է։ Ինչ ուզում ես մտածիր, այն կլինես։ Այդ շատ իրական բան է։ Եթե մենք մեր արդյունքը չենք շոշափում եւ չենք տեսնում, ուրեմն դա չկա։ Իմ երազանքն է աշխատել ամսական 5 միլիոն ՀՀ դրամ։ Բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Ես արդեն նկատում եմ ձեր ուրախությունը եւ գիտեմ թե ինչու։ Չելքան կասի թե ինչու։ Բնականաբար նրա համար, որ դուք նայում եք մեր սիրելի ոդքասթը A to Z-ը եւ նաեւ նրա համար, որ դուք Monk 3-ի YouTube-յան ալիքում եք։ Իդեպ եթե դեռ այդ սխալը գործերը եւ չեք բաժանորդագրվել, հենց հիմա բաժանորդագրվեք, սա հրաման է եւ սեղմեք զանգակի վրա, որպեսզի բաց չթողեք մեր հետագա թողարկումները։ Այսօր խոսելու ենք մի հետաքրքիր թեմայից, որի մասին ես ու Բորիսը շատ երկար քննարկում ենք։ Այսօրվա թեման fear of missing out կամ կարճ FOMO-ն է։ Մեզ միացել է երիտասարդ գործարար, բլոգեր, ինֆլուենսեր Դիանա Հարոյանը։ Շնորհակալ ենք Դիանա, որ այսօր մեր տաղավարում ես։ Ողջույն, ես եմ շնորհակալ հրավերի եւ հետաքրքիր թեմայի ինտրոդուցիան համար։ Հուսով ենք քո շնորհիվ այսօր կամբողջացնենք մեր ընդհանուր միտքը ու կհասկանանք, թե իրականում ինչ է նշանակում FOMO կամ բացած fear of missing out։ Բաց թողնելու վախը։ Ջելկա, ինչ է նշանակում FOMO, քանի որ ես էլ ի սկզբանե չգիտեի, մի հատ բացատրել ես մարդկանց։ FOMO-ն բաց թողնելու վախն է, բայց երևի թե դա ուղիղ իմաստով ենք թարգմանում, կարելի է ասել հետ գցելու վախը, երբ ինչ որ հետ մնալու կարելի է ասել, այո, շնորհակալություն։ Ես ունեմ FOMO, որը առաջանում է, երբ ես ամեն անգամ մտնում եմ սոցիալական ցանցեր։ Սա ինձ մոտ էր, երբ ես դեռահաս էի եւ այդքան էլ էմոցիոնալ հասուն չէի, որ հասկանայի, թե ինչ արձագանք տամ որոշ իրավիճակների։ Օրինակ, չգիտեմ, իմ սիրելի բլոգերը գնացել էր հանգստանալու, ես իր տարիքին եմ, ես չեմ գնացել այդտեղ, ես Նյու Յորքում չեմ եղել, եւ տեսնում եմ այդ կյանքն ու մտածում եմ, իսկ ինչն էր ինձ խանգարում լինել այդպիսին եւ ինչու ես այդտեղ չեմ։ Ու բնականաբար գնում էր այդ հոգեբանական շղթան, երբ ես վատ եմ զգում։ Այո, ինձ թվում է մենք հիմա է որ վերջին շրջանում սկսել ենք բոլոր երևույթներին անպայման անուն տալ եւ ես կարծում եմ որ այդ FOMO-ն իրականում միշտ է եղել սոցցանցերից զատ, ուղղակի հիմա ինչ լինում է գցում ենք սոցցանցերի վրա հեշտ է ապրելը, երբ որ ինչ աշխարհում ինչ մեղք կա, գցում ենք Instagram-ի, սոցցանցերի եւ բլոգեր ինֆլուենսերների վրա անցնում ենք առաջ, ազատագրվում ենք, բայց իմ կարծիքով, երբ որ մենք հետ ենք նայում պատմությանը, շատ մարդկային բան է այդ վախը, որևէ բանից հետ մնալու, որևէ տեղ չհասնելու կամ չհասնելու, որովհետև բոլորս երբ ծնվում ենք ու մի քիչ գիտակցական տարիքի ենք հասնում, հասկանում ենք, որ մեր ժամանակը սահմանափակ է, այսինքն մենք գիտենք, որ այսօր կանք, վաղը չկանք։ Ըստ այդմ ամեն անցնող տարվա հետ, այո, անխուսափելի ճշմարտություն։ Ամեն անցնող տարվա հետ տեսնում ենք, թե ինչքան շատ բան կա, որ ունի աշխարհը ու ինչքան քիչ բան է մեզ իրականում հասնում մեր այդ փոքրիկ կյանքի մեջ ու բնականաբար շատ մարդկային է ձգտումը մաքսիմալ շատ բաներ հասցնելու կյանքում ուզում եմ ասել որ շատ մարդկային է որ մենք ուզում ենք մաքսիմալ շատ բան կյանքից քաղել ուղղակի կյանքից քաղելու կերպերը ամեն տարի, ամեն դարի եւ ամեն ժամանակաշրջանի հետ տարբեր են։ Ու նաեւ շատ բնական է, որ երբ մենք ամեն ինչ անընդհատ այդքան հեշտ տեսնում ենք, մեզ թվում է, թե այդ ամեն ինչը նաեւ շատ հեշտ է։ Օրինակ հիմա դե ստացվել է այնպես, որ այո, ես կարողանում եմ հիմա ավելի հաճախ ճամփորդել, բայց համել որովհետեւ շատ աշխատում եմ, որովհետեւ համել շատ ջանք եմ դրա համար դնում, պլյուս կարողանում եմ շատ բան մեկ օրվա մեջ հասցնել, որովհետեւ օրինակ բալիկներ չունեմ, ենթադրենք, հա, չունեմ այլ կյանքում ընտանեկան տարբեր զբաղվածություններ, որ այլ մարդիկ գուցե ունեն ու չեն հասցնում։ Ու այդ պատճառով օրինակ շատ երիտասարդ աղջիկներ կարող են համեմատել իրենց կյանքը իմի հետ ու թվա թե ըհը Դիանան ամեն ինչ իդեալական անում է, ամսվա մեջ 100 հատ երկիր է այցելում, չգիտեմ 20000 հատ գործ անում, էս անում են անում, բայց Դիանան միևնույն ժամանակ չունի օրինակ արդեն 3 տարեկան երեխա կամ չգիտեմ այն բաները, որ օրինակ նույն մարդիկ ունեն ու նայում են ինձ ու մտածում են, որ լավ է որ ես ունեմ, իրենք չունեն։ Ուզում իրենք իմանան, որ ես էլ նայում եմ նրանց եւ ասում եմ, օ ինչ լավ է նրանց բալիկը արդեն 4 տարեկան է գնում է մանկապարտ
աշխատես կամ չգիտեմ ուրիշ կյանքում այլ ձեռքբերումներ, որ ես դեռ չունեմ եւ ուրիշները ունեն, ու այստեղ ինձ թվում է ամենավատ բանը էս FOMO-ի մեջ այդ համեմատել երևույթն է, երբ մենք նայում ենք ու սկսում ենք ուղղակի համեմատել մեր կյանքը ոչ մեզ ռելևանտ կյանքերի հետ ու կարծել թե լավ ու վատ պիտի անենք։ Ես անձամբ ճանաչում եմ նմանատիպ մարդկանց, իմ կյանքում կան տենց օրինակներ, որ իրանք մի կողմից ես նայում ես լավ որ մարդը ձգտումով անդադ ուզում է ավելին անի, ավելին հասնի, բայց մյուս կողմից էլ երբ որ հենց այդ մարդու տեսանկյունից ես փորձում նայես, իր կյանքը անցնում է այդ անելու վրա։ Այսինքն ինքը ձգտում, չգիտեմ, ավելի շատ աշխատում, ավելի շատ փող ունենում, չգիտեմ, ավելի լավ բնակարան առնում, բայց իր կյանքը կազմված է մենակ աշխատանքից, ինչ որ sense բան է դուրս գալիս։ Ու նմանատիպ մարդիկ, երբ որ թեկուզ ձև պիտի գնան հանգստանալու կամ ինչ որ կոպիտ ասած իրանց աշխատանքը վայելեն, իրանց մոտ չի ստացվում։ Ես ճանաչում եմ մարդու, որ գնում է, չգիտեմ, երկրից դուրս ինչ որ միտեղ հանգստանալու, ու մեկը ինքը զբաղված է գործով։ Կա նման իրականություն եւ հաճախ դա գինն է, որը մարդը վճարում է շատ բան ունենալու եւ անverջ ունենալու համար, բայց Թումանյանը կասեր է ագա մարդ ուր էլ ես երկու օրվա ճանապարհը պետք չէ այդպես ագահությամբ անցնել, ամեն դեպքում կարծում եմ որ կան մարդկանց տեսակներ, որոնք նաև աշխարհը փոխող մի քիչ գիժ մտածելակերպ ունեցող ու իրականում բոլոր նորարարությունների հետևում կանգնած մարդիկ են, որ առանձնապես չեն էլ ուզում եւ պետք էլ չէ որ ունենան հանգիստ կյանք։ Մենք կարող ենք վերցնել շատ մարդկանց օրինակներ քննարկել, որ այդ մարդկանց հանգիստ կյանքը մեզ կբերեր շատ նոր տեխնոլոգիաների բաներ, որ հիմա կա եւ մեր կյանքը ավելի հեշտ է դարձնում, մենք այդ բաները չէինք ունենան, եթե այդ մարդիկ հանգիստ կյանքով ապրեին։ Օրինակ լավ, վերցնենք Շարլ Ազնավուրի կյանքը, շատ պարզ, վերջերս էլ ֆիլմ կար գեղարվեստական այս մասին։ Շարլը անձնական կյանքի կտորում եղել է ծայրահեղ չերջանիկ, տխուր երեխաների հետ հարաբերություններում կանանց եւ այլն, բայց մարդը հանճար է։ Հիմա եթե Շարլը որոշեր, որ գինը, որը մեծ շանսոնի է լինելու համար ինքը պիտի չվճարի եւ մնա տանը ավելի ընտանեկան արժեքներին ավելի ջատագով, այսպիսի մարդ լինի, մենք դժվար այսօր նրա անունը ամենտեղ աչուձախ տանք ու հպարտանանք, որ մենք էլ ենք հայ եւ ինքն էլ է հայ։ Ես ուզում եմ ասել, որ այո, կան անհատներ ու կան դեպքեր, որտեղ հեչ պետք չէ, որ այդ բալանսը լինի, հեչ պետք չէ, որ բոլորը լինեն չափազանց երջանիկ եւ խաղաղ, որովհետեւ ամեն դեպքում կյանքը էվոլյուցիայի հիմքի վրա է եւ որպեսզի այդ էվոլյուցիան լինի, պետք են մարդիկ, որոնք կլինեն ոչ սովորական, ոչ օրդինար եւ ոչ բալանսավորված կյանքով։ Դուք եք այդ մարդը թե ոչ, ձեր ընտրությունն է։ Օրինակ հենց հիմա կյանքի իմ այս փուլում ես մի քիչ այդ FOMO-ով երևի վարակված ամեն դեպքում փորձում եմ մաքսիմալ շատ իմ պոտենցիալը բացահայտել եւ իրացնել ինքս ինձ, որովհետեւ ես գիտեմ, որ տարիներ անց եթե ես հետ նայեմ ու զգամ, որ ինչ որտեղ ես ինձ խղճացել եմ կամ խնայել եմ, ես շատ կփոշմանեմ, կզղջամ, չեմ ուզում այդ զղջալու զգացողություն ունենալ։ Գուցե դա առողջ չէ, գուցե դա միայն ինձ համար է ճիշտ եւ պետք չէ որ ուրիշները ոգեշնչվեն դրանից, բայց քանի սա ինձ երջանկացնում է, իսկ ինձ ինքնաիրացվելի իսկապես երջանկացնում է։ Ես անգամ երբ գնում եմ ճամփորդելու եւ իսկապես չեմ ունենում շատ հանգիստ ժամանակ դա վայելելու, նաեւ ավելի գործնական ու աշխատանքային է անցնում իմ ճամփորդությունը, ես դա գիտակցում եմ։ Ու դա շատ գիտակցված ընտրություն է, որովհետև դա այն գինն է, որը ես վճարում եմ գտնվելու համար այն կետում, որտեղ եմ։ Գիտես, իմ կարծիքով նաև կապ ունի, թե որ հասարակության մասին ենք մենք խոսում, չնայած նրան, որ FOMO-ն շատ ընդհանրական հասկացություն է, բայց կարծում եմ, որ այստեղ նաև կարևոր է, թե ոնց ենք մենք վերաբերվում այդ FOMO-ին, որովհետև շատ հաճախ մարդիկ նաև որպես ոգեշնչման աղբյուր են ընդունում մարդուն, օրինակ ձեզ եւ նայելով ձեր օրինակին, սովորում, կրթվում, աշխատում են իրենց վրա, որպեսզի հասնեն այն կետին, որտեղ դուք եք։ Եվ այստեղ բնականաբար մենք առողջ համեմատության եւ առողջ մրցակցության մասին ենք խոսում, բայց շատ հաճախ շեղվում են այս կանոնները այն դեպքում, երբ մենք տեսնում ենք մեր տարիքի մեկին, ով հասել է այդ կետին, չենք տեսել process-ն ու ընթացքը, տեսել ենք այդ overnight մի գիշերվա մեջ հաջողությունը ու կարծում ենք, որ մարդը ոչինչ չանելով հասավ այդ կետին եւ ունի չգիտեմ, օրինակ 3 միլիոն հետևորդ։ Իր գլխին ընկավ։ Այո, եւ մենք սկսում ենք, եթե դա ճիշտ բառ կլինի, նախանձել մարդու հաջողությանը, այլ ոչ թե հասկանալ, թե ոնց է հասել այդ հաջողությանը։ Նկարել էի հոլովակես թեմայով, որովհետեւ մեկ ուրիշ ոդկասթի ժամանակ դարձյալ երկու կարծիք հնչեց, մեր հյուրերից մեկը մյուս հյուրը պնդում էր, որ ախր դու պիտի հաշվի առնես, որ քեզ գուցե նայում է ինչ որ շատ հեռու ծայրամասում ապրող աղքատ մեկը եւ այլն։ Դե ես մտածում եմ, դե հենց շատ լավ է, եթե ինքը նայում
օգնում է ինձ շատ լավ առիթ է տեսնելու, որ ես էլ որպես օրինակ ահա եկել եմ ամենասովորական ընտանիքից առանց ինչ որ լուրջ բարեկամներ, ծանոթներ կամ հարստություն ունենալու շատ միջին վիճակագրական վիճակից հիմա փորձում եմ անցնել ոչ միջին վիճակագրական վիճակի իմ ամենասովորական հմտություններով ու աշխատասիրությամբ։ Ես գիտեմ, որ իմ առաջ բոլոր դռները կարող են բացվել, եթե ես դա ուզում եմ։ Իսկ ես դա ուզում եմ եւ ամեն տարի ապացուցում եմ, որ հերթով բոլոր դռները բացում եմ եւ երբեք չեմ փորձում արժեզրկել ուրիշի հաջողությունը, որովհետեւ իմ հաջողությունը ավելի լավ լույսի տակ առաջանա։ Ես գիտեմ, որ հակառակը, եթե ես ձեր հաջողությունների վրա լույս սփռեմ, եթե ես նպաստեմ ձեր հաջողություններին եւ ընդհանրապես իմ շրջապատում եղած բոլորի հաջողություններին, ոգեշնչվելով կլինի, խրախուսելով կլինի, չնախանձելով եւ վատ էներգիա չտալով կլինի, ապա ձեր հաջողությունների էներգիան ման իմ հաջողության վրա էլ է լավ անդրադառնալու, մի քիչ էզոթերիկ է հնչում, բայց շատ իրական բան եմ ասում, որովհետև եթե մենք մեզ շրջապատում ենք մեզ համար լավը կամեցող, մեզ անընդհատ աջակցող մարդկանցով եւ մենք էլ մտածում ենք ինչ անենք այս մյուս մարդկանց համար, ոչ թե ինչպես նրանց ոտքի տակը փորենք եւ արժեզրկենք եւ նեղացնենք, թերարժեքության բարդույթ ձևավորենք այդ մարդկանց, Բորիսը կարող է հրապարակել հոլովակ, որտեղ ես կարող եմ մտնել եւ գտնել 1000 սխալ, օրինակ, չէ՞։ Եվ ցանկացած լավ ես կարող եմ հրապարակել եւ Բորիսը կարող է մտնել ու գտնել, բայց բավական է որ Բորիսը մտնի եւ երկու քաղցր խոսք ոգևորող խոսք ինձ գրի, իմ հաջորդ հոլովակը կլինի անպայման ավելի լավը։ Այս բլոգինգի օրինակով եւ այդպես բոլոր ոլորտներում, ասում եմ, ես ասում եմ բլոգինգ, դուք հասկացեք ցանկացած բան, ուղղակի այդ ոնց ամենահայփված թեման է այսօր։ Ես չգիտեմ, մարդկային շփման տեսանկյունից աշխատանքի բոլոր այդ տեսանկյուններից կյանքի ինչ որ բաներ անում եմ ու փառք Աստծո շնորհակալություն։ Ինչ որ ձևով առաջ եմ գնում։ Բայց երբեմն երբ որ ես նստում մտածում եմ, ինձ թվում է արագ ասում կողմ, բան ես սխալ եմ անում, կարող է մի բանը ինչ եմ անում։ Մանավանդ երբ որ ասենք լինում է, չէ, գործի մեջ կամ ինչ որ շփման մեջ կամ ինչ որ տեղ, ինչ որ բան չի ստացվում, որ նեղված գնում ես դուրս ես նստում ես։ Այո, մա շատ է դա լինում, որ շնորհավորում եմ, առողջ մարդ։ Դա շատ լավ է, անընդհատ այդ քննադատական կամ ինքնավերլուծական ջիղ ունենալը, որ ամեն մարդու չէ բնորոշ։ Ամեն մարդ չէ որ անդադար ինքն իրեն հարց է տալիս, իսկ արդյոք ես ամեն ինչ ճիշտ եմ անում, արդյոք ես ով եմ ես, ինչի համար եմ նախատեսված եւ այլն, դրանք շատ կարեւոր հարցեր են։ Էդ էլ է ուզում պարտադիր նշել, որ մեր հետևորդներին որ նայում են, չթվա որ այտենց մենք նստած այս թեմայից խոսում ենք ու ընդհանրապես մեզ չի վերաբերվում։ Հենց մեր մասին է։ Ահա որ շատ է վերաբերվում, որովհետեւ իմ մոտ լիքը այտենց գիշերներ են լինում, որ ես չեմ կարող քնեմ, որ ես գնում եմ պարկում եմ ու սկսում եմ մտածել, լավ, ես ինչ չեմ անում, ես ինչ բանը ինչի չստացվեց, բայց ես կուզեի որ սենց լինի, բայց չեղավ։ Շարունակությունն էլ պատմիր, բայց դրա արդյունքում անընդհատ չի լավարկվում քո կյանքը, քո անձը, դու անընդհատ չես զգում, որ դու այսօր մեկ աստիճան ավելի բարձր կետում ես քո անձը զարգացման իմաստով, ինքնավերլուծության իմաստով, ինքնաճանաչման իմաստով, քան երեկ էր։ Յուրաքանչյուր այդպիսի գիշերվանից հետո անկուն է հարցաշատ։ Հա, բայց մինուս էլ կա, որովհետև իմ մոտ չափազանց է։ Ինչպես է մինուսը դրսևորվում։ Որ ես ոնց որ ես հանգստանալ չեմ կարողանում։ Ոչ միայն չգիտեմ աշխատանքից գնալ մի շաբաթ ինչ-որ միտեղ հանգստանալ, դա էլ չեմ կարողանում։ Այլ առհասարակ ես անընդհատ երբ որ պարապ եմ մնում կես ժամ, իմ ուղեղը սկսում է այդ թեմայով աշխատել ու երիտասարդ տղա է, շատ լավ է։ Իրականում որ Իմ կարծիքով ես շատ երկար լսեցի ձեզ նրա համար որ հասկանամ ում հետ կկարողանամ ավելի շատ համաձայնվել։ Ես համաձայն չեմ։ Չէ, բնականաբար համաձայն եմ, ինչ որ կետեր կան, որը իմ մասին է։ Օրինակ որպես մարդ ով ունի տագնապային գրոհներ, որը առաջանում է հենց այդ FOMO-ի զգացողությունից, ես սկսում եմ ինքս ինձ քննադատել իմ սխալների համար, այլ ոչ թե սովորել։ Եւ այն պահը, երբ ես հասկացա, որ ես այդպես ոչ միտեղ չեմ հասնի, ինձ պետքա հետ գալ այն կետին, որտեղ ես սովորում եմ իմ սխալից, ինձ երկար ժամանակ էր դրա համար պետք, բայց հասկացա թե որտեղից է դա եկել, դա նրանից է, որ ես մեծացել եմ մի ժամանակաշրջանում, երբ համացանցը գերակա է եւ այն մարդիկ, որոնք ինձ համար կարեւոր են եւ որոնց ես լսում եմ այնտեղ են ու ստացվում է որ իմ սխալները իրանց համեմատել չէի տեսնում իրանց սխալները, սկսում եմ համեմատել ու ինչքան վատ տեղում էի հայտնվում ես, երբ որ հասկանում եմ որ բայց կարիքը չկա այդ համեմատության, որովհետեւ համեմատելու բան չկա, հա, ուզում եմ հասկանալ այդպես ասեմ թե չէ, որովհետեւ չեմ ուզում սխալ հնչի, պարզապես պետք է հասկանանք, որ մենք չենք ճանաչում այդ մարդուն։ Այսինքն մենք տեսնում ենք այն, ինչ ցույց է տրվում մեզ ելի դերասանի, բլոգերի, չգիտեմ, գրողի կողմից, եւ դա երբևէ մեր մասին չէ։ Հետո նպատակը որն է։ Ինձ թվում է, որ FOMO էֆեկտի պատճառով մենք շատ ես որ հաստատ ունեմ դա,
մենք շատ անգամներ չենք գնահատում այն ինչ այս բանին ունենք, ինչը որ գնահատելու բան է, որովհետև հենց նոր մտաբերում է, որ մի քանի տարի առաջ, երևի չգիտեմ, 10 տարի առաջ ես պատկերացնում էի ու մտածում էի ու պլանավորում էի, որ ես, չգիտեմ, թե ֆինանսապես, թե հոգեպես, չգիտեմ, այս կարգավիճակում լինեմ ոնց որ հիմա, այդ ուրեմն վերջն է, որ շատ լավ է, ես արդեն բախտավոր մարդ եմ, sense իմ կյանքում ամեն ինչ թույն կլինի, բայց հիմա որ հիմա այս կարգավիճակում եմ արդեն ու իմ համար դա ընդհանրապես նշանակություն չունի, բայց միգուցե պիտի ունենար։ Պիտի ունենա, բայց շատ բնական է, շատ նորմալ է։ Մի հատ պատկերացրեք իրավիճակ, որ հասնեինք ինչ-որ տեղ ու վերջ։ Ու լավ լիներ։ Ես հասկանում եմ, որ դա լավ չի, որ ասես, всё, երիքա, լավ, միգուցե չգիտեմ 60։ Չէ, չենք ասում լավ չէ, ուղղակի որպեսզի զարգացում լինի։ Այն որ այդ զգացողությունը, որ լավ է, որ ինչ որ մի բան նստես գաս ասես, լավ է, էլի դզեց, հա, ինչ լավ էր։ Այսինքն չի լինում այդպես։ Չի լինում։ Գիտեք, ինձ թվում է, որ մենք մի քիչ ընկել ենք մեր հետևից, այդ զգացողությունը ինձ մոտ շատ հաճախ է լինում։ Բայց կանցնի երեխեք, ես շատ պատասխանատու հայտարարեմ, որ այդ այնքան հանկարծակի է գալիս այդ զգացողությունը, որ հիմա էլ է լավ, ոնց որ մի հատ ստոպ տամ, շնչեմ, վերահաստատեմ ու հագնեմ այն բաճկոնը, որը ինձ համար արդեն այս տարիքում այս կարգավիճակում կարել եմ, հասկանամ, որ այդ իմ բաճկոնն է, հետո հասկանամ նորը ուզում եմ, թե չէ։ Ու կարծում եմ, որ դեռ կգցա գալիս, երբ որ դու քեզ կայացած ես զգում եւ երջանիկ է աստիճանում, շատ տարբեր է, շատ կախված է ովքեր են մեր կողքին, շատ կախված է իրականում մենք ինչքան լավ ենք մեզ ճանաչում, ինչքան լավ գիտենք դեռ ինչ ենք ուզում։ Ու քանի որ այս թեմայա, որ երբեք միանշանակ պատասխան չունի, օրինակ ես կարողա իմ կյանքում մի ամիս, դիցուկ անցած դեկտեմբեր ամսին, ինձ լավ էլ է այդպես զգայի, որ վերջ, շատ լավ տեղում եմ, երազում էի 10 տարի առաջ կամ 5 տարի առաջ այս տեղում լինեի եւ այլն, մեկ էլ հունվարին ես ինձ համար գտնեմ նոր նպատակներ, նոր նշաձող, նոր կետ, հաջողության կետ, որին պիտի հասնեմ, ու շատ լավ հասկացանք այնքան ունեմ, բայց այդքան աշխատել եմ, նորմալ է որ պիտի ունենայի, կամ այդքան ձգտել եմ, այդքան պլանավորել եմ, շատ adekvat է ու տրամաբանական։ Հիմա լավ, այսինքն եթե ես կարողացել եմ այսքան ստեղծել, սա էլ իմ նշաձողն է, ուրեմն այո, ես հիմա պիտի այսքան ջանք թափեմ, ես կարող եմ շատ պրակտիկ օրինակով բերեմ։ Մենք ունենք ցուցահանդեսներ, չէ՞, օրինակ ամեն տարի ինչ որ քանակի ցուցահանդես։ Երբ որ դնում ենք ցուցահանդեսի ամսաթվերը, ես գիտեմ, որ իմ տանջվելու սեզոնը համարում եմ բացված, մինչև դիցուկ այս տարվա ապրիլը հենց ցուցահանդեսը անցավ մի շաբաթ ամփոփեցինք, հաջորդ շաբաթվանից կամ մայիսից օգոստոսը իմ վայելելու ամիսներն են։ Ու այդ իրականում իմ Instagram-ում էլ շատ երևում է, ես ունեմ աշխատանքային շրջան, որ ամբողջ օրը միայն գործից եմ խոսում, դրա համար նաև իմ մասին խոսելիս կամ իմիջի մասին մի քիչ պարզ չի, ես վերջը ինչ եմ անում Instagram-ում, որովհետև այն տանջվելու սեզոններին ես ամբողջ օրը բիզնես, աշխատանք, գործ, այն վայելելու սեզոններին այս երկիրը, այն երկիրը, այս քաղաքը ու մեկ-մեկ այդ պահը կա, բայց հենց դա այս արդյունքն է այն բանի, որ իմ համար գծել եմ պլան ու օրացույց, մինչև այս ինչ ամիսները ինձ համար շատ դաժան, տեղ-տեղ նաև լացելու ամիսներ են, որ ես ուղղակի գնալու եմ տուն, մտնեմ ներս, ես մեկ-մեկ իմ Telegram-ի ալիքում եմ հանկեղծանում ու ասեմ, որ վերջ ես արդեն զզվել եմ, ինձ ոչինչ պետք չէ, ես երջանիկ չեմ զգում ինձ, մեկ էլ հաջորդ օրը արթնանամ, լավ էլ ոգևորված գնամ աշխատանքի ու անեմ սթորիներ, թե այսօր ինչքան արդյունավետ բաներ պիտի անենք ու իրոք անենք այդ բաները, այնպես չի որ դատարկ ասեմ։ Հետո էլի 2 շաբաթից նորից գնամ տուն, այդտենց գիշերը մտածեմ, բայց ես ով եմ, ես ինչի մասին եմ եւ այլն, ուզում եմ մարդիկ իմանան, որ շատ ինքնավստահ մարդիկ, շատ թեկուզ բաների հասած կամ մարդիկ, որոնք լավ էլ այտենց լավ խոսում են ամեն ինչից, ակտիվ, որ այո, պիտի գնանք ու գրավենք աշխարհը, իրենք եւս գնում են տուն, լացում են մի երկու օր կռվում են տարբեր մարդկանց հետ, իրենք իրենց հետ, բայց էլի շարունակում են, որովհետեւ միևնույնն է, օրվա վերջում կարևոր է թե ինչ արդյունքներ ունենք մենք իրականում, արդյոք ես գոհ եմ իմ կյանքից, թե ոչ։ Հիմա եթե Բորիսին հարց տանք ինք իր կյանքից գոհ է թե ոչ, չեմ կարծում պատասխանի ոչ։ Ոչ չեմ պատասխանի, չէ։ Այո, որովհետև դու ամեն բան տրամաբանական արել ես, որ այսօր լինես գոհ, ուղղակի նորմալ է, որ դու այդ խնդիրը դա է, իմ արածը քիչ հա թվում անընդհատ։ Բայց ինձ թվում է այդ շատ լավ կներեք իհարկե, եթե մարդիկ կան հակառակն են մտածում, միշտ շատ լավ է, որ մենք ինչ ունենք, մեզ թվա ավելի քիչ, քան ինչ կարող ենք ունենալ։ Հատկապես երբ դու 30 տարեկան չկաս, չէ՞։ Բա ջահել մարդ, ինչպես կարող է մարդը, որը անգամ 30 տարեկան չկա, մտածել, որ ինքը ինչ ունի բավական է։ Մենք ուղղակի կմնանք նույն տեղում։ Իմ կարծիքով շատ վտանգավոր կլինի։ Շատ վտանգավոր է այն կետում, երբ մենք ինքներս մեզ ենք սկսում բարկացնել, այսինքն այն աստիճանի, երբ որ հասկանում ենք, որ վայ 12 կետից միայն 6-ն ենք կատարել այս տարի։ Դա այլ ծայրահեղություն է։ Այդ
այդ սկսում ենք, այսինքն ոչ թե գտնել այդ ոսկե միջինը, այլ ապրել այս ծայրահեղությունից այն ծայրահեղությունը ու հասկանում ենք, որ եթե մենք մեր արդյունքը չենք շոշափում եւ չենք տեսնում, ուրեմն դա չկա։ Եվ այդ ամեն ինչին էլ գումարվում է, որ վերցնում ենք հեռախոսը եւ տեսնում ենք, ոնց որ թե Բորիսը այն կետում է, որտեղ ես եմ ուզում լինել եւ ես այդտեղ չեմ, ու այդ բոլոր Զգացողը Բորիսը, այնտեղ է Բորիսին արժե զգում ենք ինքն ինչ արել չի արել, ու այդ զգացողություններով մենք ապրում ենք։ Այստեղ պարզապես, որ ասեցիք, տես դու 30 չկաս եւ երիտասարդ տարիքում այդ զգացողությունը ինչի՞ց է, որ մենք չենք տարբերում առողջ համեմատությունը եւ ոգեշնչվելը եւ օրինակ վերցնելը նրանից, որ մենք նախանձում ենք արդյունքին եւ ասում ենք, այ չէ, ուրեմն մարդը եթե սա կարողացել է անի, ուրեմն վերջ։ Եվ օրինակ վերջերս, հա, Օլիվիա Դինը Գրեմի ստացավ, ինչի համար շատ է ուրախացել, ու բոլորը գրում էին, բայց չէ՞ որ նրա երգերը վերջերս հայտնի դարձան եւ ոչ մեկ նրա մասին չէր լսել, այնինչ Օլիվիան ինչ ճանապարհ է անցել ու մի հատ վիդեոյի տեսավ, որտեղ իր համերգին ընդամենը 3 հոգի մարդ էին կանգնած ու ինքը տենց աչքերը փայլելով երգում էր, այսինքն մարդ, որը հավատացել է պարզապես իր ճանապարհին, այլ ոչ թե ինչ-որ մարդկանց, հա, ու ստացել է Գրեմի միայն նրա համար, որ ինքը կարողացել է պայքարել։ Ես շատ հաճախ տեսնում եմ օրինակ մարդկանց, որոնք ասում են, ինչպես կարողանալ ապրել պահի մեջ, ինչպես կարողանալ ապրել այսօր, այստեղ, քո աշխատանքի, քո մասնագիտության մեջ, այլ ոչ թե համեմատվել, այդ շատ դժվար է։ Ուղղակի այդ որն է, ես մեկ կարող է ես մի քիչ շատ ռադիկալ եմ կամ շատ երիտասարդ եմ, այտենց կյանքը լավ չեմ հասկանում գուցե կամ էլ մաքսիմալիստ եմ, բայց պահի մեջ ապրելը որն է, եթե օրինակ պահի մեջ ապրում ես ու քո պահը քեզ դուր է գալիս, ապրի, բայց եթե պահի մեջ ապրում ես ու զգում ես, որ Բորիսի կյանքը ավելի լավն է, քան իմ անդադար այդ մտքերով, ես մի ապրի պահի մեջ։ Արա մի բան, որ հաջորդիվ այդ քո պահի մեջ դու ուզես մնալ։ Իմ կարծիքով ամբողջ դեստրուկցիան ու քանդվելու կետը այնտեղից է սկսվում, երբ մենք ուզում ենք ապրել լավ, ինչպես օրինակ մարդը ում նախանձում ենք, բայց չենք ուզում անել այդ քայլերը։ Ու ավելի հեշտ է արժե զրկել է այն ինչ որ ունի այլ մարդը, քան հասկանալը, բա մենք ինչ անենք, որ մենք էլ ունենանք կամ կարող է պետք չի որ ունենանք։ Այդ բայի մեջ ապրելը ես ընկալում եմ սենց որ այդ երջանկությունը, այդ զգացողությունը, չէ՞, ամեն դեպքում ինքը զգացմունք է, ոչ թե ժամանակահատված։ Ինքը չի լինում, որ մի շաբաթ տևի։ Չգիտեմ, մի օր, մի ամիս, դա այ պահով ապրելը իմ համար դա է։ Ու չէ լինում որ անդադար լինի, այսինքն դու առանց ընդհատվելու անդադար զգաս երջանկություն։ Այ պահով ապրելը դա է, ու դրա համար պարտադիր չի որ, չգիտեմ, ինչ որ օվկիանոսի ափին միտեղ նստած sense կոկոսի ջուր խմես, տենց են, չէ՞, հիմնականում պատկերացնում մեկ էլ երջանկություն ասելով, կարամ ես հիմա այս պահին ինչ որ դեծ զգացողություն եմ մոտ հիմա առաջանա, որովհետև ես գիտակցեմ, որ ես, չգիտեմ, մանկուց երազում եի, այսօր էդ է ասում էլի, որ ես փոքր ժամանակվանից երազում եի, որ ինչ որ հաղորդում լինի, ես նստած վարեմ ու ստեղ բան լինի, որ ինչ որ բան ստեղ մեկը խոսաբան ուշի, ես էլ լսեմ։ Բայց ես էլ երազում եմ, որ ինձ հյուր կա։ Ես երազանքների կատարում եմ։ Կարող է մոտ այդ բանը հենց հիմա գա։ Այո։ Մի հատ sense բան եկեք քննարկենք էլի, շատ են, չէ՞, ասում են արտահայտությունը, որ ժամանակը վազում է, բան մենք չենք հասցնում։ Այո, ժամանակը ոսկի է։ Ժամանակը ոսկի է, միշտ արագ է անցնում, իսկ միգուցե ոչ թե ժամանակն է վազում, այլ ոնց որ մենք ենք ստոպ տալիս ապրելը։ Օրինակ մարդիկ, որ նստում են իրենց տան բազմոցներին եւ ասում են գործ չկա։ Ես չեմ հասկանում, հիմա ոնց որ մենք դնենք նույն կերպ այդ գործ չկա ասողներին ապրմակցելով վերաբերվենք, ոնց որ ապրմակցելով վերաբերվենք մարդկանց, որոնք FOMO-ի զոհ են, նայում են, ասում են՝ «Վայ, բա մենք»։ Եղբայր, ով է քեզ խանգարում։ Ով է, ինձ ոչ մեկը չի խանգարել։ Ոչ մեկին ոչ մեկ չի խանգարում։ Միակ խանգարող հանգամանքը, որ կա մեր կյանքում, մեր սեփական բնավորությունն է, կամքի ուժն է, չգիտեմ, աշխատասիրությունն է, ինչ որ համարձակությունն է լինել կամ չլինել, ինչ որ բան։ Օրինակ, ես Instagram-ում, երբ որ դեռ ունեի մի 300 հետևորդ, այդ 300 հետևորդները իմ կուրսընկերներ, համալսարան եւ այլն, ես միևնույն էստրոյիներում խոսում էի այնպես, ինչպես հիմա։ Այսինքն խոսում էի այն վստահությամբ, որ ինձ նայում է մի 10,000 հոգի։ Եվ ոչինչ չի փոխվել եւ ընդհանրապես հետևորդի թիվը կամ չգիտեմ ինչ որ թիվը կապ չունի իմ կարևոր լինելու մեջ ես ամեն օր եմ իմ մասին մտածում ու միշտ եմ այդպես մտածել որովհետեւ ես գիտեմ օրինակ իմ խոսքի արժեքը ես գիտեմ չգիտեմ ինչ մի բան որ ես որոշում եմ բարձրաձայնել դա ինչ հիմք ունի իմ մասին որ մի բան եմ խոսում դա ինչ հիմք ունի ու ինձ համար էական չէ այդտեղ որ քանի հոգի ծափ կտա կնայի կամ ինչքան գովազդատու ես կունենամ ուղղակի նման մտածելակերպը ինձ բերում է նրան որ ես ավելի մոտ եմ լինում այն արդյունքին որը ուզում եմ իսկ այն մարդիկ որոնք թեկուզ երկու հոլովակ նկարում են հիասթափվում են կամ երկու աշխատանքի տեղ դիմում են հիասթափվում են երրորդը չեն փորձում ինձ թվում է այդտեղ կամքի ուժի հետ աշխատելու խնդիր կա մեկ էլ ասում է ռիսկի չգնացողը շամպայն չի խմում ու այս տեսակի բոլոր ասացվածքները ճիշտ են մենք բոլորս միշտ
հիմնականում ունենում ենք այն, ինչի համար իրականում աշխատել ենք ու ինչ իրականում ուզել ենք։ Իհարկե, ես չեմ ուզում այստեղ ընդհանրացնել տարբեր հիվանդություններ ու վատ բաներ, դա այդ մասին չի խոսքը։ Որ ասում ամեն մեկը արժանի է նրան ինչ ունի, այդ կոնտեքստից չէ, բայց ավելի շատ եթե հիմա ես գոհ եմ իմ կյանքից, հավանաբար ես մի բան արել եմ դրա համար։ Եթե դժգոհ եմ, էլի հավանաբար մի բան այն չեմ արել, որ դժգոհ եմ։ Բոլոր այն մարդկանց համար, որոնք անցնում են հիմա այս ճանապարհը եւ իրենց համար դժվար է հաղթահարել սա, պետք է հասկանանք, թե որ կետում իրենք պետք է գանեն ինքնազգացողությանը, որ դա իրենց ճանապարհն է եւ ոչ ոք դա չգիտի այնքան լավ, ինչքան իրենք դա գիտեն։ Նույնիսկ ոգեշնչման աստիճանում, երբ մենք լավ օրինակով վերցնում ենք մարդուն, ասում ենք, «Օ, ես շատ եմ ուզում լինել Բորիսի նման», պետք է հասկանանք, որ ես կարող եմ վերցնել Բորիսից բոլոր լավ իր բնավորության գծերը, բայց պետք է հասկանամ, արդյոք դա իմ մասին է եւ արդյոք ջելկան կարող է ապրել Բորիսի ճանապարհով եւ Բորիսի կյանքով ու սրա համար ժամանակ է պետք։ Գիտեք լավ լուրը որն է, այդ կետին ոչ մեկ երբեք չի գալու։ Ու երբեք չի լինում այդպես, որ ինչ որ մեկը գա մի կետի, կանգնի եւ պատասխանատու հայտարարի, որ վերջ, այ հիմա ինքը գիտի ինքը ինչ է ուզում, ինչի մասին է իր ամբողջ կյանքի պայքարը։ Ու շատ լավ է, որ այդ կետը երբեք չի գա, որովհետեւ եթե այդ կետը գա, ես նորից եմ ասում, մեր մոլորակը գուցե էլ չպտտվի, որովհետեւ քանի մարդը շարունակում է ինքը իրեն բացահայտել, քանի մարդը չի բավարարվում նրանով, ինչ ունի, բարիս լավ իմաստով, այսինքն քանի մարդը չի արխային լինում, հա, որ վերջ, ինքը հասավ տեղ։ Այ այդքան նշանակում է մեր հասարակությունը դեռ առաջընթաց է ապրելու ու կարծում եմ ոչ մի դարում այդպես չի եղել, ոչ մի նկարիչ, ասենք թե Դա Վինչին մի օր չի մտել իր արվեստանոց, այդ վրցինը վերցրել եւ ասել վերջ, ես իմ լավագույն գլուխգործոցը արդեն արել եմ, նկարել եմ, քանդակել եմ, եմ արել, ել չեմ շարունակել։ Սովորաբար բոլոր հանճարները մահացել են, կիսատ են թողել ինչ որ անում էին։ Ու ինձ թվում է միայն հատուկ են ոլորտներում ու մասնագիտությունների մեջ է, որ գալիս է վերջը ու մարդը ինչ որ պահից կանգնում է ու գնում է թոշակի։ Մնացած դեպքերում նվիրյալները իրենց գործին եւ նվիրյալները բարիս լավագույն իմաստով այն մարդիկ չէ, որոնք ծայրահեղ կյանքը գործին խառնած գնացել են։ Իրենք մի քիչ ուրիշ առանձին ոդկասթի թեմա են։ Մարդիկ, որոնք իսկապես իրենց հատկացված աշխատանքային ժամանակի մեջ անում են մաքսիմալը լավագույն բանը ստեղծելու եւ լավագույնը անելու, այդ մարդկանց մոտ կյանքում չի գա պահ կամ կետ, որ կանգնեն, ասեն վերջ։ Ես այլևս այսօրվանից ուրեմն ինչ եմ, չեմ համեմատում, չեմ ոգեշնչվում, ես Դիանան եմ, եկել եմ այսինչ տեղից եւ այլևս ոչ ոքի հետ կապ չունի։ Կարող է մի օր իմ մասին այդպես մտածեմ, որ ինձ թվա, որ ես ամեն ինչ հասկացա, մեկ էլ երկու օրից նորից քանդվեն իմ բոլոր պատկերացումները իմ մասին։ Ես եթե թույլ կտակ մի փոքր չհամաձայնվեմ միայն նրա համար, որ իմ կարծիքով այդ կետն է, որ մեզ ստիպում է պայքարել եւ եթե մի րոպե երևակայական կետը, չէ։ Մենք հավատում ենք, որ մի օր եթե մի րոպե կհասնենք։ օրինակ անջատվի այն պահը, որ չէ, ոնց որ այդ երազանքը գոյություն ունի եւ այդ նպատակը ոնց որ թե ինձանից շատ ավելի հեռու է, միգուցե դու այլևս նույն ձև չապրես եւ նույն ապրելավոճը չունենաս։ Եթե մեր նպատակը լինի զուտ ինքնաճանաչումը եւ վերջ, չէ, պայքարելը, հասնելը, Ինչին? այսինքն Ինչին? զարգանալը, հասնես գաս այդ կետին, որը քո երազանքն է, որի համար դու մի ամբողջ կյանք ներդրել ես, որ գտնես քեզ այդ կետում։ կարող ես հասնել, դա ոչ մեկ չի բացառում։ Ես նկատի ունեմ, որ հասնելուց հետո դու չես կանգնելու, ասես վերջ, ես հասա Հա, այդտեղ։ բնականաբար, հա, Ենթադրենք, իմ երազանքն է տեսնել Նյու Յորքը։ Հասա Նյու Յորք, 10 օր այնտեղ լավ անցկացրեցի։ Հետ եկա Երևան։ Պարզ է, չէ, որ հաջորդիվ չեմ նստելու, ասեմ, իմ երազանքը կատարվեց, ես այլևս եղա Նյու Յորքում հաջողեցի։ Կամ լավ, իմ երազանքն է աշխատել ամսական 5 միլիոն ՀՀ դրամ։ Հասա այդ կետին, ինչ որ top manager, իմ եսին որտեղ կամ 6 գործի տեղում աշխատում եմ ունեմ, այդ 5 միլիոնը միևնույն է, ես ժամանակի ընթացքում իմ ապրելակերպը ծախսերը այնպես եմ փոխել, որ այդ 5 միլիոնն էլ ինձ չի հերիքելու։ Անհնար է, չկա նման բան, որ մեկը հիմա ես պատկերացնում եմ, որ ես կունենամ X դրամ, կլինեմ երջանիկ։ Հիմա ես ունեմ 10X-ը, հեչ երջանիկ չեմ, որովհետև իմ ցանկությունները եւ ինքս իմ մասին ունեցած պոտենցիալի ընկալումը փոխվել է։ Հիմա օրինակ ես գիտեմ, որ ես 100X կարող եմ ստեղծել։ Հենց ստեղծեմ 100X-ը, նշանակում է, որ ես ուրեմն 1000 էլ կարող եմ։ Այս զուտ այդ չգիտեմ, ես չեմ ռոպագանդում, որ սա ճիշտ է, բայց իմ կարծիքով աշխարհում ամենալավ բաները ստեղծվում են եւ լինում են, որ հետո մեր սերունդները վայելում են, ես ավելի գլոբալ եմ փորձում։ Իմ կյանքի լոկալ մակարդակում ես ուզում եմ գոնե իմ կիրակի օրերին հանգստանալ։ Գոնե կիրակի օրերին լավ, որ ինձ ոչ մեկը չզանգի։ Բայց ես գիտեմ, որ երկուշաբթի օրը եթե պետք լինի, ես մինչեւ 10-ը կմնամ գրասենյակում եւ կանեմ այդ գրողի տարած աշխատանքը, որ երեքշաբթի օրը շատ ինքնավստահ գնամ այդ հանդիպմանը եւ բոլորին գրողի ծոցը ուղարկեմ իմ ինքնավստահ
շնորհակալությամբ եւ առաջարկներով, որ ես հետո չորեքշաբթի օրը, օրինակ, իմ մայրիկի համար այն գնումը, որը 3 տարի է ուզում եմ ենթադրենք կատարեմ եւ իմ մասին ունենամ ավելի լավ կարծիք եւ երջանկացնեմ իմ մայրիկին ու եւ 5-շաբթի օրը արդեն ավելի լավ ինքնագնահատականով շարունակեմ։ Կիրակի օրն էլ կհանգստանամ։ Այ ինչի է իմ համար կարևոր այդ միտքը, որ գլխավորը ճանապարհն է, ավելի կարևոր է ճանապարհը, այսպես ձևակերպեմ, ոչ թե այդ կետը, վերջնակետը, որովհետեւ իրականում երբևէ ոչ մեկս չեն կարող ասենք մենք մասնագիտության հարցում կամ նպատակի երազան ցանկացած հարցում չգիտենք մենք ճիշտ որոշում ենք կայացրել թե չէ, քանի դեռ հələ չենք արել։ Ու ինչա կարևոր է ճանապարհը, որովհետեւ ցանկացած դեպքում ես որոշել եմ դառնամ դերասան, միգուցե դառա դերասան, չգիտեմ, խաղացի թատրոնում, ֆիլմերում նկարվեցի, բայց հասկանում եմ, որ չէ։ Բայց այս ժամանակահատվածը որ ծախսել եմ, շատ կարևոր է, որ ես ճիշտ ծախսեմ, լավ ծախսեմ, որ մաքսիմալ ավելի շատ բանի հասնեմ, հմտությունների մակարդակում, հմտությունների թե երջանկության բոլոր առումներով, որովհետեւ այդ կետը երբ որ հասնում ես, նախ ինչպես Զիանան նշում է, ոնց որ արդեն վերանում է քո համար մի վարքանում, հենց ու հետևում ամնում ուրիշ բան հայտնվում, երկրորդն է կարող է հասնես ամեն դեպքում միշտ այդ հնարավորությունը կա ու հասկանաս, որ չէ, սխալ է, ու դա երբեք էլ ողբերգական չի, միշտ կյանքը շարունակվում։ Այո, եւ բացի այդ սովորաբար մի կետի, որ մենք հասնում ենք, այդ կետը մեզ միշտ բերում է այնքան նոր կետեր, երբ որ դուք ինչ որ երազանք ունեք, ենթադրենք դերասան դառնալը, դարձավ դերասան, մի թատրոնում էլ խաղաց, ամենայն հավանականությամբ հենց այդ կետում իր մոտ առաջանալու են այնքան նոր ցանկություններ, դռներ ու հնարավորություններ, որովհետև ամեն հաջորդ կետ ունի շատ կետերի պոտենցիալ, որովհետև ամեն հաջորդ կետում մենք ավելի շատ ենք հպվում աշխարհի մնացած կետերին ու մնացած հնարավորություններին։ Ենթադրենք, եթե ես ավարտել եմ ժուրնալիստիկայի ֆակուլտետը, ենթադրենք, եւ արդեն հայտնի լրագրող եմ, հավանականությունը, որ ինձ կնկատի նաեւ գուցե ինչ-որ ռեժիսոր, որը կտեսնի իմ խոսքի եւ դեմքի մեջ մի բան, որը որևէ գեղարվեստական ֆիլմում տեղ կգտնի, հավանականությունը, որ ինձ կնկատի ինչ-որ գործադիր տնօրեն որևէ խոշոր կորպորացիայի, որտեղ PR բաժնի պատասխանատուի հաստիք կա եւ ես դուր կգամ իրեն եւ ինձ առաջարկ կանի եւ այսպես միլիոնավոր հավանականություններ ամեն հաջորդ կետի հետ այնքան են շատանում, որ արդեն ձեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել։ Դուք դառնում եք չկանգնող, այսպես հրթիռի նման մի բան ամեն հաջորդ կետի վրա հայտնվելիս ու այդ այնքան կարևոր է, որ մենք կատարենք այդ հաջորդ կետի վրա ցածկը։ Մենք ճանապարհն ենք գնահատում, թե ճանապարհին հանդիպած մարդկանց ենք շատ գնահատում, հանդիպում ենք այն կետը, որին գալիս ենք, թե ընդհանրապես հերվից մեր երազանքով հիանալը, այդ ամեն ինչը գալիս է այն կետից, թե որտեղ ենք մենք կյանքում եւ ինչ մտածելակերպ ունենք, որովհետեւ միշտ մենք մեր մտածելակերպի եւ մեր մտածմունքների արդյունքն ենք դառնում, այսինքն եթե մենք այդ ճանապարհին մտածենք պոզիտիվ, դրական, մենք կհասնենք այնտեղ, որտեղ մենք իսկապես ուզում ենք լինել։ Արտահայտություն ունեմ, որ մենք այն չենք, ինչ ուրիշներն են մտածում մեր մասին։ Մենք այն ենք, ինչ որ մենք ենք մտածում մեր մասին, որովհետև մեր մասին կներեք ուրիշները, ասեմ միշտ ասում եմ իմ ռիլերում, որ 5 րոպեից ավել ով է մտածում, ընդհանրապես մենք ում ենք հետաքրքիր, կներեք, մենք ամենահետաքրքիրը մենք մեզ ենք ու իրականում իսկապես ես ինչ երևակայել եմ իմ մասին, երբ չեմ էլ եղել դրան մոտ, ես հիմա դա եմ, ես հիմա նայում եմ, ես արգասիքն եմ այն բոլոր այն ամբողջ երևակայական աշխարհի, որ ուներ 11 տարեկան Դիանան, որ ուներ 9 տարեկան Դիանան, չնայած չուներ անգամ աղերս այս ամեն ինչի հետ, բայց ես միշտ ես այս պահը դե քանի անգամ եմ վիզուալիզացրել, երբ նայում եի օրինակ որևէ հեռուստաընկերության ինչ-որ երաժշտական նախագծի օրագիր, մտածում էի, որ ինձնից են այդ հարցազրույցը վերցնում։ Ես այս պահը վիզուալիզացրել եմ միլիոն անգամ եւ հետո արել եմ միլիոնավոր գիտակցական ու ենթագիտակցական քայլեր այստեղ հայտնվելու համար։ Ու ես միշտ իմ մտքի մեջ, ես հիմա իմ մասին ինչ որ մտածում եմ, որ ես պիտի ուրիշները իմ մասին մտածեն 5 տարուց, ես հիմա իմ մասին այդպես եմ մտածում, որ ես այդ աղջիկն եմ։ Լավ, վերջի հիմա ինչ է ստացվում։ Այս ֆոմոն բացասական երևույթ է մարդկանց համար, թե ինչ որ նայած ով ոնց է օգտագործում։ Այ, հա, շատ ճիշտ։ Նայած ոնց ես նայում դրան, հա, իրավիճակին։ Իմ կարծիքով, եթե օգտագործում ես քո իսկ անձնական աճի համար, ուրեմն բրավո։ Եվ մոտիվացվում ես։ Այո, եւ գործ ես անում ինչ։ Այո, եւ աշխատում ես ամեն օր մի քայլ անում ես, ուրեմն դրական բան է, բայց եթե հա, ուրեմն բացասական։ Ու կարևորը նախանձի տալը չլինի։ Ժորժ ջան, հարևանի հարցը, ձեր հարցը։ Հա, այս զրույցից իրականում շատ բան սովորեցի, շնորհակալ եմ ձեզ։
բանն Ես էլ է իրականում եւ իմ համոզմունքների highlights-ներ արեցիր։ ու կարծիքներից մեջ էլ շատ բաներ փոխեցի։ Առաջինը այն է, որ այն իմ վախերն ու տագնապները, որոնք ինձ այդքան էլ չեն թողնում հասկանալ որտեղ եմ ես եւ իմ երազանքի մասին ընդհանուր պատկերացում, այսօր հասկացա թե ինչքան կարեւոր է պարզապես այդ որ ասացիք շունչ քաշել ու հասկանալ, Այո։ որ դու այնտեղ ես որտեղ որ պետք է լինես եւ ընդհանրապես այդ ձեր ասած փոքրիկ քայլերը քեզ մի օր տանելու են այնտեղ որ տեղ այդ փոքրիկ կոներսի մարդուկն է ուզել լինել։ Մեկ էլ ինքնագնահատականի ամրապնդումը, որ ամեն փուլ անցնելուց հետո, երբ որ դուք մի հատ հաստատում եք դուք ով եք, այդ շատ լավ պիտի կպնի ձեր եսին ու մնա։ Դու միշտ պետք է իմանաս, որ դու այն աղջիկն ես, որը այս բաները արել է, որ հետո ինչ էլ սխալ անես, ինչ լավ կամ վատ անես, դու հիշես, որ դու մի բան արդեն այնպես է ցեմենտ բետոնել քո վրա, որպես կարգավիճակ, որպես քո մասին եղած հիմնարար պատկերացում, որ միլիոն սխալ էլ դրանից հետո քեզ չպիտի քանդի, հակառակ այդ սխալը պիտի ավելի շատ ծեփրտի այդ եղածում ամրապնդի ու այդ ամուր ինքնագնահատականը միայն դու կարող ես քո մեջ ձևավորել։ Ուրիշ ոչ մեկի ծափահարությունը չի օգնելու, որ այդ ինքնագնահատականը ձևավորվի ու վերջին բանը, որ ուզում եմ մի հատ էլ highlight անել, դու այն ես, ինչ ինքդ ես քո մասին մտածում։ Ինչ ուզում ես մտածիր, այն կլինես։ Այդ շատ իրական բան է։ Շնորհակալություն շատ Լիանա։ Ես եմ շնորհակալ։ Ես վստահ եմ, որ այս խոսքերը ոգեշնչեցին բոլոր այն մարդկանց, որոնք այս կարգավիճակում են եւ միգուցե մենք օգնեցինք այն մարդկանց, որոնք այս պահին այդքան շատ տագնապների ու վախերի մեջ էին։ Դե ուրեմն սիրելի հետևորդներ, մի մոռացեք բաժան արտագրվել Monk 3 YouTube-յան ալիքին, այն զանգը կպարտադիր սեղ մեկ որ նմանատիպ հետաքրքիր խոսակցություններ իսկ ես կարծում եմ, որ սա շատ հետաքրքիր էր։ Բաց չթողնեք։ Այո։ Գրեք մեզ մեկնաբանությունները, մենք անպայման կկարդանք։ Այո, ձեր highlight-ները։ Բոլոր թողարկումներին էս highlight բարի վրա։ Երրորդ անգլերեն բառ։ Գուցե այդ բոցը չհասկանաք, հա, բայց կարևորը ջերկան հասկանում է։ Դե ինչ, շնորհակալություն, որ այսքան մեզ նայեցիք, հանդուրժեցիք, հուսով եմ ձեզ շատ հետաքրքիր էր։ Bye bye։ Կհանդիպենք մի շաբաթ։ Bye bye։